Նոյանտապանում հյուրընկալել եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանին, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Շնորհակալ ենք։ Կարող է թվալ, պարոն Մեհրաբյան, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը լրատվադաշտում բավականին շատ քննարկվեց եւ վերլուծվեց։ Ամեն դեպքում ես ուզում եմ փորձենք ամփոփել ձեր դիտարկումները այդ այցի հետ կապված, ինչ տվեց այն Հայաստանին, ինչու Ալիևը կարողացավ հաշվի առնելով Պուտինի հետ այդ ջերմ հարաբերությունները չգնալ, չներկայանալ այդ շքերթին եւ արևմուտքի հետ շփումների մասով այս ամենը կարող է արդյոք ունենալ ինչ որ քաղաքական հետևանքներ։ Այս հարցով ես առիթ ունեցել եմ մամուլի հետ իմ շփումներում իմ տեսակետը հայտնելու եւ մնում եմ այն համոզման եւ կարող եմ ապացուցել, որ այո, Մոսկվա այդ այսպես կոչված շքերթին, այդ վակխանալիային գնալը չէր բխում Հայաստանի շահերից։ Բոլոր առումներով։ Թե արժեքային առումով, գործնական քաղաքական առումով, ռեալ պոլիտիկի առումով, ռիսկերի կառավարման առումով ոչինչ միևնույնը չէր փոխելու այդ ամենը։ Ինչ տարավ, այսինքն ոչինչ չտվեց, ինչ տարավ մեզանից այդ բանը, այո, դա մեզանից տարավ հնարավորություն այդ չգնալը կապիտալիզացնել։ Այո, եթե մենք հիմա խոսում ենք, որովհետև բոլորը խոսում են, թե ինչու պետք է գնար, դե դա բխում էր Հայաստանի շահերից, ոչ մի բան էլ չէր բխում։ Այսինքն, եթե հարցը տեղափոխում ենք ռեալ պոլիտիկի դաշտ, եկեք խոսենք ռեալ պոլիտիկի դաշտում։ Այո, չգնալը կար բոլոր հնարավորությունները կապիտալիզացնելու եւ այդ հնարավորությունը գնալով չի օգտագործվում։ Այո։ Մինչդեռ բոլորն ասում են, դե պետք չի համեմատել Ադրբեջանի հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Իհարկե պետք չի համեմատել Ադրբեջանի հետ կամ Ադրբեջանի արածով կամ չարածով առաջնորդվել։ Ես որտեղ որևէ քննարկելու բան չեմ տեսնում նույնիսկ, սակայն մենք տեսնում ենք հետևյալը, որ հիշվելու է ոչ թե այն, որ ադրբեջանական զորքն այնտեղ քայլեց եւ պատվի առավ այդ հանցագործներին, որոնք նստած էին այնտեղ, այդ թվում նաեւ փաստերով ապացուցված սադիստներին, ովքեր ուղղակի կտանքների են ենթարկել ռազմագերիներին եւ նրանց որպես հերոսների, որպես խրախուսանք բերել նստացրել էին նաեւ այդ մեծ տրիբունայի վրա։ Դա չի հիշվելու, այլ հիշվելու այն, որ Ալիևը չգնաց։ Ալիևը, որովհետև դա կապիտալիզացնելու է։ Կրկնում եմ, մենք խոսում ենք ռեալ պոլիտիկի հարթության վրա, ընդ որում ես չեմ ընտրել այդ հարթությունը, այլ բոլոր նրանք, ովքեր հիմա էլ փորձում են ապացուցել, թե Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալը շատ ճիշտ էր, մի հմուտ քայլ էր, դա բխում էր Հայաստանի Հանրապետության շահերից, եւ կառավարությունն է որոշում գնալ թե չգնալ, կամ ուր գնալ, ուր չգնալ, հասկացանք։ Կառավարությունն այո որոշում, բայց ընդունած որոշումը սխալ էր, ոչ թե ճիշտ, հա, ինչպես մեզ փորձում են ապացուցել։ Սա կվնասի մեր հարաբերություններին արևմուտքի հետ, չէ, չի վնասի, բայց նստվածքը կմնա։ Հաշվի կամենա։ Ոչ թե գործնականում հաշվի, վերաբերմունքի մեջ այո փոփոխություն կլինի կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Մանավանդ հիմա, երբ մենք տեսնում ենք, որ ինչ էպոպեյա է տեղի ունենում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից տարվող այս պատերազմը դադարեցնելու այս բանակցությունների հետ կապված, եւ մենք տեսնում ենք ինչպես է դիրքորոշվել Եվրոպան, հա,
որում ոչ միայն Եվրամիություն, այլև Եվրոպան, մեծ Եվրոպան, այսպես ասենք, ապա ես չեմ կարծում, որ նման քայլերը ուժեղացնում են մեր դիրքերը Եվրոպայի հետ մեր հարաբերություններում։ Այո, հենց ռեալ պոլիտիկի դաշտում։ Եթե ռեալ պոլիտիկի դաշտում չէր տեղավորվում այս այցը, պարոն Մեհրաբյան, ես կարծիքների, այսինքն չգիտեմ որքանով էին դրանք հումորային, բայց կարծիքներ էին հնչում, որ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական նաև խնդիր փորձեց լուծել, այսինքն Քոչարյանը մենք գիտենք լրատվամիջոցները գրել էին, չէին հերքել, որ Քոչարյանի գրասենյակից նա եղել էր Մոսկվայում եւ ասացին Փաշինյանը փորձել է հետ չմնալ, այսինքն այս ներքաղաքական տրամաբանության մեջ դիտարկել այս տարբերակը, այս կարելի է եւ դիտարկել։ Չնայած ես այս ամենը նաև հասկանում եմ որպես հետևանք հետևյալի, որ Հայաստանի կառավարությունը իր համար անցած ժամանակաշրջանում չի ստեղծել այն ծավալի քաղաքական կարողություն ներսում, որը թույլ կտար այո չգնալ այս այլանդակությանը ներկա չգտնվել։ Երբ որ երեսի Պուտինը կանգնում ասում է, որ այո բազմաթիվ ազգեր են մասնակցել այս պատերազմին, բայց բոլորը մտել են պատմության մեջ որպես ռուս զինվոր, ռուսկի սալդատ։ Հասկացաք։ Այսինքն ձեր պապիկը, ձեր պապիկի հայրիկը կամ էլ, հա, չգիտեմ, երիտասարդ եք։ Իմ պապիկը գոնե, հա, նրանք ռուս են ըստ Պուտինի։ Ու դա լսես ու հետ գաս։ Մինչդեռ մենք խոսում ենք, դե ոնց, ինքը գրում է, բա մենք 300,000 զոհ ենք տվել, մենք եւս եղել ենք հաղթողների մեջ։ Ասում եմ ոչ։ Դու եթե եղել ես այնտեղ, ապա եղել ես եւ մնում ես որպես ռուս։ Վերջ։ Պարոն Մեհրաբյան։ Հետևապես, այո, գնալ պետք չէ։ Եվ ընդհանրապես, եթե կա մի որևէ օր, որը նշանակություն ունի մեր պետության համար, ապա նախ եւ առաջ չպետք է մտածել այն մասին, որ դա նշանակություն ունի, թե չունի Մոսկվայի համար։ Օրինակի համար հարց եմ տալիս, լավ, ամբողջ Եվրոպայում, որին ինտեգրվելու, հա, այդ Եվրամիությանն անդամակցելու մասին մենք օրենք ենք ընդունել հաղթանակի եւ խաղաղության օրը եւ հաշտեցման օրը Եվրոպան նշում էր ամսի 8-ին։ Բազմաթիվ տեղեր, բազմաթիվ բաներ տեղի ունեցան։ Ով էր մասնակցում Հայաստանից։ Ես չգիտեմ։ Չգիտեմ, ասում եք բալանսավորված։ Ինչ բալանսավորված։ Պարոն Մեհրաբյան, այդ հաղթանակը։ Մեկ երկրորդն էլ մի այսպիսի ասպեկտ էլ, երբ մայիսի 9-ին Հայաստանի ղեկավարը գտնվում է Մոսկվայում, իսկ Երևանում հաղթանակի այգին ուղղակի տրված է Կոպիրկինի վակխանալիային։ Եվ այնպիսի տպավորություն էր, ոնց որ Հայաստանի ղեկավարներն այդ հաղթանակ զբոսայգի որպես հյուր են գնում։ Չհասկացա։ Այսինքն Կոպիրկինն այնքան կա, որ Երևանում կարողանում է ազատության պողոտա փակի։ Լուրջ եք ասում։ Ու սա համարում եք նորմալ, ասում եք հիբրիդային պատերազմ։ Էլ ոնց է լինում հիբրիդային պատերազմ։ Ահա այսպես մասսովկեք սարքելով, ցույց տալով, որ դուք ոչ մի բան եք իրենց տրամաբանության մեջ, այո, որ իրենք իրենցից բան են ներկայացնում։ Բայց այլանդակ Վակխանալյան, որը կազմակերպվել էր Գյումրիում, այսպես կոչված քաղաքապետի եւ ռազմաբազայի համատեղ ջանքերով։ Բա եթե այլանդակություններով պետությունը չպետք է զբաղվի, բա ով պետք է զբաղվի։ Եվ մի sense բան էլ կա, սա լուրջ խնդրեմ է,
որը կասկած ունեմ, որ պետությունն այդքան էլ մինչև վերջ չի գիտակցում։ Որովհետև այս հիբրիդային պատերազմի նպատակներից մեկն էլ նաև այն է, որ հասարակության մոտ ձևավորվի այսպես անտերության զգացում, անպաշտպանության զգացում, սերմանվի անլուրջ վերաբերմունք սեփական պետության եւ ղեկավարության նկատմամբ։ Հիմա հաջողվում են թե չէ դրան։ Այո, եւ պետությունն էլ ցույց է տալիս, որ այո, ֆիքսում է, որ հիբրիդային պատերազմն է, բայց իրենք ավելի շատ հակված են գոյակցել այդ հիբրիդային պատերազմը հրահրողների, վարողների, մասնակիցների հետ գոյակցեն։ Դե միջին վիճակագրական քաղաքացին էլ ասում է նշանակում, եթե իրանք իրար մեջ լեզու են գտնելու, ինձ էլ մնում է անել նույն բանը։ Եվ դուք կստանաք հերթական վարդանիկ, բայց համապետական։ Բայց հենց դա էլ ուզում է Ռուսաստանը։ Ոնց որ այստեղ մենք լուրջ շանսի հետ գործ ունենք եւ այդ կամահարական վերաբերմունքը կարող է շատ թանկ արժենալ ոչ թե իշխանության, այլ մեր բոլորիս համար, մեր պետության համար։ Պարոն Մահիրաբյան, այդ հաղթանակի օրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ի հեճուկս ներքին եւ արտաքին սադրանքների Ադրբեջանի եւ Հայաստանի միջև լինելու է խաղաղություն, չի լինելու պատերազմ։ Մի կարևոր բան էլ ֆիքսենք, որ այդ ուղերձում առաջին անգամ էր, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը մեծ հայրենական պատերազմ բառակապակցությունը չի օգտագործում, ինչ ես կարծում եմ, շատ լուրջ փոփոխություն է, որը տեղի է ունենում եւ շատ դրական այդ իմաստով։ Բացի դրանից, այո, մեր, այսպես ասենք, պատմագիտության մեջ լրջագույն ռևիզիայի անհրաժեշտություն կա։ Այս ռուսական աղբը, որը լցված է մեր պատմագիտության մեջ, պետք է դուրս բերվի։ Հիմա իմ հարցը այն մասին է, պարոն Մեհրաբյան, որ վարչապետի վստահ պնդումը ինչով պայմանավորել։ Արդյոք այդ ադրբեջանական կողմից եկող պահանջների բավարարման պատրաստակամությամբ, թե այնուամենայնիվ այս ընթացքում Հայաստանը ունի անհրաժեշտ ռազմական, դիվանագիտական, քաղաքական, գործընկերային կուտակած ռեսուրսներ, որոնց շնորհիվ կարող է թույլ չտալ պատերազմի սկսում։ Տեսեք, այս հարցը այո կամ ոչ միանշանակ պատասխաններ չունի։ Ի վերջո վարչապետը ոչ թե որպես քաղաքական վերլուծաբան է ասել նման բան, այլ նա արել է քաղաքական հայտարարություն, այն էլ այս օրվա համատեքստում, հա։ Սա քաղաքական հայտարարություն է, որը ֆիքսում է նախ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որին շատ դժվար է լինելու որևէ ձևով առարկել։ Բացի դրանից Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսելը մենք խոսել ենք ձեզ հետ եւս ունի եւ ունենալու է քաղաքական գին, որը ներկայումս այո շատ բարձր է եւ Ադրբեջանը փաստ չէ, որ պատրաստ է այն վճարել։ Հետևաբար այո վարչապետի այս հայտարարությունը միտված է նրան, որպեսզի եւս մեկ անգամ մատնացույց արվի հակառակ զարգացումների քաղաքական գնին։ Եվ այո, սա նաեւ ընթերցվում է միջազգային մեր գործընկերների կողմից, ապագա դաշնակիցների կողմից, բոլոր այն երկրների կողմից, ովքեր իրապես շահագրգռված են, որ պատերազմ չլինի, այլևս մեր տարածաշրջանում եւ դրա հետ ինչ-ինչ հաշվարկներ են կառուցում։ Այո, այդ ամենը նաեւ ուղղված է հենց ներդաշնակեցմանը այդ դիրքորոշումների հետ, Հայաստանի Հանրապետության
դիրքորոշումը։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ։ Հիմա ձեզ ուզում եք դրա ոնց որ բառացի, հա, որպես հարցադրում պատերազմի վերջո լինելու է թե ոչ, չէ՞։ Չէ։ Ինձ հետաքրքիր է ամեն դեպքում դիրքորոշման տակ, այսինքն դիրքորոշումը որքանով է ամուր գործնական իմաստով այդ ռեսուրսների։ Ամրություն ունի, բայց հիմա այդ քաղաքական հայտարարությունն այո ունի ամրություն, բնականաբար ունի եւ այդ ամրությունը գնալով մեծանում եւ մեծանալու է, բայց եկեք նաեւ ֆիքսենք, որպեսզի այո մենք գետնի վրա պատերազմ չունենանք, պետք են հավելյալ ջանքեր, որոնք դե պետք է գործադրվեն։ Դա կապված է թե մեր բանակային ռեֆորմի հետ, դա կապված է մեր կողմից Ռուսաստանի ներկայության նվազեցման հետ, դա կապված է մեր պոտենցիալ դաշնակիցների հետ կապերի սերտացման հետ եւ այլ մի քանի այլ գործոններով է պայմանավորված։ Դե սա պայքար է վերջո։ Այսպես ասենք, այո, ամրությունը կա, այն 100%-անոց չէ, դրա մասին այո բոլորս էլ գիտենք, որ դա ասելով չի, դա աշխատանքով է արվելու, բայց այն որ մեր շահերից է բխում, որ պատերազմ չլինի եւ որ մենք անում ենք եւ պարտավոր ենք անելու այն ամենը, ինչը մեզանից կախված է, որպեսզի այդ պատերազմը չլինի, կարծում եմ այստեղ ոնց որ ասում են քննարկելու բան չկա։ Հիմա պարոն Միրաբյան, այդ նախկին ներկա արճակատումները սրացել են, մենք տեսնում ենք խորհրդարանում ինչ միջադեպեր են արձանագրվում, դուք էլ հիշատակեցիք, թե ինչպես է իշխանության ներկայացուցիչները ռուսական շպիոներ ման գալիս եւ կոնկրետ մարդկանց ռուսական գործակալ նշանակում, բայց դրան կարծես թե լուրջ իրավական գործընթացներ չեն հետևում, բայց Ալեն Սիմոնյանի կոնկրետ հայտարարությունից հետո մենք տեսնում ենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ հայց է ներկայացում։ Սա համարել այդ հայտարարության հետևանք։ Ըստ այդմ նաև ըստ քաղաքական նպատակահարմարության սկսված գործընթաց։ Դե չէ, ոչ միայն թե ոչ դա։ Բայց սրանք առանձին process-ներ են։ Այս ապօրինի գույքի հետ կապված այս process-ը օրենքի ընդունման պահից մինչև մեր օրերս բավականին լուրջ փորձությունների է ենթարկվել եւ գործը հասել է նաև սահմանադրական դատարան, ընդ որում բողոքների հիման վրա։ Եվ երբ որ սահմանադրական դատարանն էլ վերջնականապես փակել է հարցը, ապա հիմա ակնհայտ է, որ այս process-ը ուզենք թե չուզենք մտել է ինտենսիվ փուլ։ Մենք ամեն օր հաղորդագրություններ ենք տեսնում, արդեն շատ կոնկրետ որոշումների հետ կապված, հա, այդ հակակոռուպցիոն դատարանի կողմից։ Եվ մենք տեսնելու ենք նաև հետ այս։ Սա մի կողմից, բայց մյուս կողմից հիբրիդային պատերազմ, այո, Ռուսաստանն է վարում մեր դեմ։ Այո, ռուսական շպիոնի թեմաներ կան, որովհետև հիբրիդային պատերազմը վարվում է ներսի 5-րդ Շարասյան կողմից, որի գործունեությունը չի կարող լինել լեգալ Հայաստանում։ Բայց այդ արձանագրումներն անելուց բացի նախ պետք է քաղաքական որոշում այս պատերազմին դիմագրավելու համար, այսինքն դուք ասում եք, այո, Հայաստանը հիբրիդային պատերազմի մեջ է։ Դե ժամանակ միջին վիճակագրական քաղաքացու մոտ հարց է առաջանում, չէ՞, որ իսկ որն է ձեր անելիքը եւ որն է իմ անելիքը։ Հիբրիդային պատերազմ բառակապակցության մեջ առանցքային բառը պատերազմն է, հասկանու՞մ եք։ Հետևաբար այդ պատերազմը այդ պատերազմին դիմագրավելու համար այո թիվ 1 դերակատարումը տրված է պետությանը, բայց միայն պետությամբ չէ, այստեղ թե մամուլն է ներգրավվում, թե քաղաքական դասն է ներգրավվում,
քաղաքացիներն են ներգրավում, այո, նաև սոցիալական ցանցերի օգտատերերն են ներգրավում ուզեն թե չուզեն։ Այո, այդ ամենը ի վերջո հիբրիդային պատերազմ, դա պատերազմ է ընդդեմ հասարակության, որպեսզի բարերարում առաջացնեն հասարակության մեջ։ Եվ դրան դիմագրավելը, այո, ողջ հասարակության խնդիրն է։ Եվ ընդհանրապես պատերազմները վարում են ոչ թե բանակները, պատերազմները վարում են քաղաքացիները։ Ուսանք թե տարբեր կարգավիճակներով։ Մեկը աշխատող, մեկը, չգիտեմ, բժիշկ, մյուսը զինվոր, մյուսը գեներալ եւ այլն։ Եվ հիբրիդային պատերազմի նպատակն է հասնել պատերազմի նպատակներին ոչ ռազմական եղանակներով։ Ամբողջ իմաստը սա է, այսինքն մենք գործ ունենք թշնամու հետ։ Դուք դա արձանագրում եք։ Արձանագրում եք եւ ինչ եք ակնկալում, որ հանրությունը միայն ընտրությունների ժամանակ պետք է գա ձեզ ընտրի եւ դուք այդպիսով պայքարեք շպիոնների դեմ, այդպես չի ստացվում իշխանության ներկայացուցիչների խոսքը։ Շարունակեք չպայքարել շպիոնների դեմ, միայն ասել, որ շպիոն է։ Այդտենց չի լինում։ Դա չի լինում։ Հենց դա եմ հարցնում, որովհետև խորհրդարանական երկրում խորհրդարանի ղեկավարը ասում է այդ անձը դրանից հետո իմ պատկերացրած հաջորդ քայլը կլիներ, երբ որ խորհրդարանը հավաքվեր խորհրդարանի նախագահի նախաձեռնությամբ եւ ընդունվեր դեկլարացիա, հա, հիբրիդային պատերազմի եւ դրան դիմագրավելու միջոցների մասին եւ շարադրվեր թե այդ ինչ հիբրիդային պատերազմ է, ինչպես ենք դիմագրավում, ինչ սկզբունքներով ենք առաջնորդվում, ինչն է լավ, ինչն է վատ այս ամեն ինչում։ Ասելով համ չի, չգիտեմ։ Ինչ ենթադրենք, չեն կարողանում, թե նարատիվներն են կեղծ։ Չգիտեմ, չէ, կեղծ չի։ Ռուսաստանի շահագրգռությունը այստեղ իշխանափոխություն իրականացնելու, եթե Նիկոլ Փաշինյանը անգամ այդ ռազմական շքերթին է գնում մասնակցել։ Դա չի փոխվելու Ռուսաստանի մտադրությունները։ Ռուսաստանին այստեղ պետք է խամաճիկ է պետք, որովհետև Հայաստանը որպես պետություն պետք է չլինի։ Այդ նպատակն էլ է բարձրաձայնված է Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Ղուկասյանը դրա մասին պարզ ասել են։ Ինչ են ուզում։ Դա ասել են ոչ թե որովհետև իրենք են ուզում։ Իրենք ով գիտի խելքները հասնում է թե չի հասնում, բայց իրենց ասել են որ այսպես։ Եվ նրանք այո ասում են եւ ասելու են եւ դա Ռուսաստանի ուզելիքն է, այո։ Հիմա մենք դա անում ենք թե դա չենք անում։ Ինչ ուզում եք պարատ գնացեք, ուզում եք մի հատ էլ այդ տանկերից մեկն էլ վերցրեք դուք քշեք, դա ոչինչ չի փոխվելու։ Մի հատ էլ այնտեղ Լենինը հենա մեռած չթաղած դրած անդե մի հատ ծաղիկ դրեք, էլի ոչինչ չի փոխվելու։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։
Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252 Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Ամփոփենք, պարոն Մեհրաբյան, Ստամբուլում սպասվում են ռուս-ուկրաինական բանակցություններ, Թրամփն է ասում, որ կցանկանար գնալ, գրաֆիկին է նայում, ինչ եք սպասում թուրքական միջնորդությունից կամ չգիտեմ այդ թուրքական միջնորդություն չկա, այստեղ կա թուրքական հարթակ, Թուրքիային վստահում է Ռուսաստանը, Էլի բայց ոչ մինչև վերջ։ Թուրքիան ըստ էության այս վերջին պահին կանգնեց եվրոպացիների եւ ուկրաինացիների կողքը, ուղղակի խոսելով 30-օրյա զինադադարի անհրաժեշտության մասին։ Մի բան, որից խուսափում է Պուտինը։ Եվ այս ողջ խորեոգրաֆիան, որ կա, նախատեսված է նրա համար, որպեսզի Պուտինը ոչ կոնստրուկտիվ չերևա, այս բանակցություններով այդ սև սպիտակ դաշտը լղոզի եւ զուգորդի բանակցությունները պատերազմը շարունակելու հետ եւ դրա մեղավորը լինի Ուկրաինան։ Սա է ուզում Ռուսաստանը։ Եվ այս ողջ բեմականացումը այդ արարներից է բաղկացած։ Կստացվի թե ոչ, դե կապրենք կտեսնենք, որովհետև այստեղ Ռուսաստանի վարքը պայմանավորված է Տրամպի վարչակազմի քաղաքական դիրքորոշմամբ, որն էլ խիստ հարափոփող է եւ այս պահի դրությամբ անկանխատեսելի, ինչպիսին դա կլինի այսօր երեկոյան, օրինակ, հայտնի չի, վաղն առավոտյան դե ավելի հայտնի չի, երեկոն կգա, գուցե մի քիչ ավելի բարդ է ասել, բայց ամենայն դեպս մենք տեսնում ենք Ռուսաստանը եվրոպական ուլտիմատումին չպատասխանեց, մերժեց ըստ էության 3 էր, որ մինչև մայիսի 12-ի ավարտը պետք է արդեն զինադադարը հայտարարված լինի, որ դիվանագիտությունն աշխատի։ Ռուսները դա արհամարեցին, դե եվրոպացիներն էլ արդեն
հավելյալ պատժամիջոցներ են մտցնելու, որի հետ Միացյալ Նահանգները չեն կարող հաշվի չնստել։ Եվ սա ծանր հարված է լինելու Ռուսաստանի տնտեսությանը, որովհետև սրանք պատժամիջոցներ են ստվերային նավատորմի դեմ, որով պայմանավորված է Ռուսաստանի նավթի արտահանումը եւ ըստ էության միակ եկամուտի աղբյուրը, որ չունի Ռուսաստանը, այլ բան չունի, փակ ամեն ինչ։ Չինաստանի հետ այդ առևտուրն էլ որ կա, այդտեղ Ռուսաստանը կցորդի դերում է։ Այո, Ռուսաստանը վերածվել է Չինաստանի կամիկաձեի, մինչև այն պահը, ինչքան Չինաստանը կորոշի։ Ուրիշ բանի համար Ռուսաստանը պիտանի չի։ Հիշեք, նույն մայիսի 9-ի այդ շքերթի ժամանակ Պուտինի ելույթին զուգահեռ բարձր սենց աղաղակող չինարեն թարգմանությունը։ Չի եղել նման բան, հասկանում եք։ Չի եղել ուղղակի։ Շնորհակալ եմ։ Համեցեք։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ ես զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։